Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, երեկ մենք երկուսս էլ դատարանում էինք, Միքայել Սրբազանի դատավարություններ ընթանում, ինքը շատ կարևոր ուղերձ հնչեցրեց Սրբազանը իր խոսքում, ինչ է կարծում վճիռը, ինչպիսի վճիռ կկայացնի դատավորը, խնդրեմ։ Այո, երեք Միքայել Սրբազանի հերթական դատն էր, ինչպես գիտեք, ամսի 22-ին սեպտեմբերի դատարանը հրապարակելու է վճիռը, ես ցավոք սրտի վատատես եմ եւ ամբողջ տրամաբանությունը դատական այս process-ի հուշում է, որ առաջի անգամ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ազատազրկվելու է Սրբազան։ Ես համաձայն եմ Միքայել Սրբազանի երեք հնչեցրած այն մտքի հետ, որ երկիրը վերջնական բռնապետության անդունդ է գլորվում այն ժամանակ, երբ որ կալանավորվում են հոգևորականներ։ Դա եղել է Ֆրանկոյի ժամանակ, դա եղել է Մուսոլինիի, Հիտլերի ժամանակ եւ այո, Ուկրաինայում մենք տեսնում ենք, թե պարանոիկ Զելենսկին, քանի հոգևորականի, ազդեցիկ հոգևորականի, ովքեր խոսում էին, որ այս արյունահեղ պատերազմը պիտի դադարեցվի, տարավ եւ կալանավորեց։ Երեք ըստ էության դատում էր Միքայել Սրբազանը, որովհետև Միքայել Սրբազանի ելույթը մեղադրական վերդիկտ էր, մեղադրական վճիռ էր այս իշխանությանը։ Ինչ էր ասում Միքայել Սրբազանը, ասում էր, եթե դուք կարծում եք, որ ես պիտի լռեմ եւ վախենամ ազատազրկվելուց, ես խցի մեջ անգամ ավելի ազատ եմ, քան դուք այս մեղադրողներդ, քան այնտեղ նստած այդ կին դատավորը, որը ձանձրույթից քիչ էր մնում հորանջեր, ավելի ազատ եմ, քան ձեզանից յուրաքանչյուրը։ Եվ իր խոսքը Միքայել Սրբազանը եզրափակեց ահա այս բառերով. հատուցումը կտեսնեք, Աստծո կողմից ինձ տրված իշխանությամբ ես դատապարտում եմ ձեզ բոլորիդ, եթե դուք անմեղ մարդու կդատապարտեք եւ կքանդվի բոլոր նրանց տունը, ովքեր կդատապարտեն անմեղ որևէ մեկին։ Եվ ճիշտ էր Միքայել Սրբազանը, երբ ասում էր, որ մի ոգևորվեք դիմելով այս իշխանությանը, շատ փոքր ժամանակահատվածով ձեզ տրված իշխանությամբ, որովհետև այս իշխանությունը անցողիկ է, Աստծո տված իշխանությունը մեզ, Աստծո մարդկանց, Աստծո խոսքը բերողներիս եւ տարածողներիս հավերժ է եւ Աստծո իշխանությամբ Միքայել Սրբազանը նզովեց երեք այս իշխանությանը։ Սա է ցավոք սրտի իրականությունը, մենք գիտենք, որ նաեւ առաջիկայում հերթական դատն լինելու Բագրատ Սրբազանի, դատելով են անհեթեթագույն մեղադրանքներից, այդ ֆեյք մոնտաժված ձայնագրություններից, Բագրատ Սրբազանի կեցավայրում գտնված պոլիփետից եւ կոշիկի մեխերից, որոնք ներկայացվել են որպես իշխանությունը զավթելու ռազմական արսենալ, այն մեղադրանքը, որը ներկայացված է Բագրատ Սրբազանին, ցավոք սրտի դատելով այս բեսպրեդելից, որ այս անհագուրդ իշխանատենչությունից, որի մեջ ծփում է Նիկոլ Փաշինյանը, այո, ես միանում եմ Միքայել Սրբազանի խոսքին, որ բռնապետության անկման վերջի աստիճանը նա է, երբ որ իշխանությունը ազատազրկում է հոգևորականներին, չկա նաև լավատեսություն, որ չի ազատազրկվի եւ Բագրատ Սրբազանը, ցավոք սրտի եւ ցավոք սրտի նաեւ Միքայել Սրբազանը։ Ինչ ունեք ասելու այդ դատավոր կնոջը։ Գիտեք, ես երեք շատ ուշադիր նայում էի պետական մեղադրողներին, դատախազներին, այո, մեղադրող դատախազներին պետության կողմից։ Երեք է շատ հետաքրքիր այդ ինֆորմացիան տարածեց, որ այն քննիչները, որ
քննել էին, որոշումներ էին կայացրել երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի հետ կապված կանոնավորված է, այո, հետաքրքիր է, էլի, սա ի գիտություն ձեզ։ Ես նայում էի այդ դատավորի կին դատավորի սենց երկարամաս դատավորի անունը չեմ հիշում, ես նայում էի նրան, ինքը անհաղորդ ինքը անգամ չէր լսում ինչ է խոսում Միքայել Սրբազանը, իրան դա բացարձակապես հետաքրքիր չէր, որովհետև հստակ ասեց Միքայել Սրբազանը, դուք էստեղ ոչինչ չեք որոշում, սա քաղաքական պատվեր է իջեցված Նիկոլ Փաշինյանի կողմից եւ իրենք այնտեղ ընդհանրապես նստած են այդ քաղաքական պատվերը իրացնելու համար, բայց ես կրկնում եմ Նիկոլ Փաշինյանը ում հետ ասես կարա պայմանավորվի, Նիկոլ Փաշինյանը կարա դատավորներ գնի, Նիկոլ Փաշինյանը բոլորին կարա մտցնի իր ջեբը, Նիկոլ Փաշինյանը անգամ կարա անդիմադիրների հետ որոշ պայմանավորվի եւ նրանց սարքի ձեռնասուն մեկ բանի հետ աշխարհում որևէ մեկին Նիկոլ Փաշինյանից ավելի հզոր դիկտատորների չի հաջողվել եւ չի հաջողվելու պայմանավորվելու դա բումերանգն է բումերանգի թարս սալտոն նենց է գալու ձեր մրթին ցավոք սրտի ձեր երեխաների ձեր սերունդների մրթին որ սերնդե սերունդ անիծյալ եք լինելու ես չեմ ասում որպես նզովք որովհետև Միքայել Սրբազանը երեք ասեց Աստծո տված իշխանության նզովում են բոլոր նրանց ովքեր անմեղ մարդ կդատապարտեն ես ասում եմ որպես փաստ եւ եթե այնտեղ նստած դատավորը կլնի Միքայել Սրբազանի, կլնի Սամվել Կարապետյանի, կլնի Բակրատ Սրբազանի, Աշոտյանի, մյուսների, Լիդիա Մանթաշյանի, մյուս քաղաքական կալանավորների, Արա Ռոստոմյանի, մյուս բոլորների մտածում եք էլ ոնց կատարեք Նիկոլի պատվերը, որ մի հատ ձեր քարտի վրա պրեմիայի զնգոց գա կամ պաշտոնեական դիրքի առաջ խաղացում ունենաք իմացեք Աստծո պատժի դեմ դուք ոչինչ չեք կարողանալու եւ որևէ ապաշխարանք որևէ զղջում եթե դուք շարունակեք կատարել այս ռեժիմի քաղաքական հանձնարարականները ոչ ձեզ ոչ ձեր երեխաներին չի փրկելու Աստված տա որ այդ պատիժը լինի ձեզ ոչ թե ձեր երեխաներին որտեղ ձեր երեխաները մեղավոր չեն որ կամակատար ծնողներ ունեն լինի դատավոր լինի падգամավոր լինի նախարար թե որևէ այլ պաշտոնյա սա այս մասով Տիկին Թովմասյան քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում այս խաղաղություն բառը հոլովելով բոլոր հնարավոր կամասուտրայի դիրքերով ուրեմն տարածել, որ ինքը խաղաղություն է մնացած բոլորը պատերազմեն, ես հիմա կցիտեմ ուրեմն եւ ասում ա որ այս համաձայնագիրը որ օգոստոսի 8-ին մենք ստորագրեցինք դա աննախադեպ է դա վերջապես բերել է խաղաղություն դա բխում է բացառապես Հայաստանի շահերից ես հիմա մեջբերում եմ ԱՄՆ տնտեսական եւ ֆինանսական կորպորացիայի ղեկավար Քեննեթ Անյելի Բաքվում արած հայտարարությունը ով ասեց որ օգոստոսի 8-ին ստորագրված Թրամփի ուղին ծառայելու է երկար ժամանակ ադրբեջանական տարանջատված տարածքների վերամիավորմանը այսինքն նույնիսկ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հաստատեց որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթը բխում է բացառապես Բաքվի շահերից եւ ծառայում է Բաքվի թուրանական ծրագրերին ավելին երբ որ փորձ է արվում ներկայացնել որ դա Զանգեզուրի միջանցք չի Ալիևը անունը ինչ կուզենա կդնի կուզենա հոր անունով կդնի կուզենա կնոջ անունով կդնի եւ դա կուզենա Նիկոլի անունով կդնի եւ դա խաղաղության խաչմերուկ է Ալիևը Ալ-Արաբիային տված հարցազրույցում կրկին հայտարարեց որ Զանգեզուրի միջանցքը դա բացառապես ադրբեջանական ծրագիր է եւ պրոյեկտ է, ասաց որ մենք կարող էինք Զանգեզուրի միջանցքը պատերազմով վերցնել, բայց շատ լավ է, որ հարցը չհասավ պատերազմին, ինչպես ասաց Արամ Զավենի Սարգսյանը, մենք տվեցինք կամավոր,
որպիսի Ադրբեջանը պատերազմով չվերցնի։ Հիմա հարց, եթե այդքան պրո-հայկական պրոյեկտ է այսպես կոչված Թրամփի տրասը եւ այն գործարքը, որը կնքվել է Վաշինգտոնում, բա ինչի է Ադրբեջանը, ինչի է Ալիևը հայտարարում, որ չտայիք, ես պատերազմով կվերցնեի, կարող է Ալիևը այս գլոբուսի ամենամեծ հայնա, ամենամեծ հայամետնա, չենք իմացել, ուզում էր պատերազմով անգամ հայկական օրակարգ սպասարկել, այնպես որ բոլոր նրանք, ովքեր ես գիտեմ ինձ պատմեցին Մեղրիում ինչ-որ այդ Թրամփի տրասի վրա բուտկաներ են առնում, ռեմոնտ են անում եւ այլն, ես շատ վատ լուր ունեմ ձեզ համար, թուրք-ադրբեջանական տանդեմը իրանց պրոյեկտներում հայկական օրակարգ, հայ տնտեսվարող չի նախատեսում։ Ոնց որ հայ էլ չի Այո, նախատեսում։ հայ էլ չի նախատեսում, ոնց որ Ալիևը հայտարարեց, որևէ ադրբեջանցի այդ ճանապարհին որևէ հայի դեմք չպիտի տեսնի։ Այլ հարց է, եթե դուք որոշել եք ազգափոխվել, կրոնափոխվել, որ Ալիևը պրոբլեմ չունենա ձեր հետ, դա այլ հարց է։ Տեսեք, ինչ է ասել։ Կներեք մի հատ տեսել ավարտեմ հայի եւ հայկականության հետ կապված, որ այն մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն կամ չեն ուզում ճշմարտությունը լսել, որովհետև ճշմարտությունը ցավոք սրտի ցավալի է, ճշմարտությունը դառնա, իրանք ուզում են, որ անընդհատ դու իրանք սենց պոզիտիվ, լավ ինֆորմացիաներ տաս, բացեք Միլի Մեջլիսի կայքը եւ լսեք Ադրբեջանի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, ով ասեց մենք ամեն ինչ պիտի անենք տարածաշրջանում, որ Հայաստան անունով պետություն չլինի, հայկական հետքը պիտի վերացվի, որովհետև հայը եւ Հայաստանը վտանգ են ընդհանրապես տարածաշրջանի կայունությանը եւ տարածաշրջանի զարգացմանը։ Նավսյակի հիշացնեմ նաեւ 20 օր առաջ Ալիևի տված հարցազրույցը, որտեղ Ալիևը ասեց հայը չարիք է, հայը վտանգ է եւ հայը հիվանդ է, եւ ասես կմոռանաք այդ տարածքների մասին, ինչ վերցրենք մերն է։ Իհարկե, եւ նստեք, սպասեք կամ հավատացեք Նիկոլի խաղաղության խաչմերուկներին։ Տեսեք, ինչու եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նախ էս որ ամբողջապուշությունն է, բայց այնուամենայնիվ էլի, նախ ինչ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին է խոսքը։ Ինչքան ժամանակ է անցել, ով է ճանաչել Տիկին Զորաբյան, ով է խոսել այդ տարածքների վերադարձի մասին։ Մենք հետևողականորեն իրականացնում ենք լեգիտիմության վրա հիմնված անվտանգության ռազմավարությունը, այս ապուշությունն էլի, խնդրում եմ մեկնաբանեք, այս ռազմավարությունն է, որ հնարավոր է դարձրել խաղաղությունը եւ մյուս հայտարարությունը, երբ որ քո անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն, ասել է Փաշինյանը։ Խնդրում եմ ուշադիր մնացել շարունակությունը լսեք Տիկին Զորաբյան։ Բանակը նույնիսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ գործիքը պետք է չլինի։ Բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջինը։ Այո, սա հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որ մեր անվտանգության երաշխիքը չպիտի լինի բանակը։ Հիշում եք, չէ՞, Կիրանցում հայտարարեց, որ մեր անվտանգության երաշխիքը էս բետոնի պատն է, հետո ասեց բետոնի պատը էսթետիկ է, էսթետիկ չի, դուրները չի։ Մի քիչ հետ գնացեք, բա ասում են մենք բանակը, տարածաշրջանի եսի ինչը, հələ մի քիչ հետ գնացեք, այս ստախոսը ինչ է ասում 18-ից մինչև հիմա ոնց է փոխում։ Հետո հայտարարեց, որ եթե բետոնի պատը Կիրանցում դուրները չի գալիս որպես անվտանգության երաշխիք, եկեք ծառներ դնենք, ծառները հայտարարենք մեր անվտանգության երաշխիք։ Ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին դագաղներով նոր էր զավթել իշխանությունը, Սարդարապատում հիշում եք, չէ, ոնց էր փառաբանում հայոց բանակը, ասում էր տարածաշրջանի ամենահզոր բանակն է, աչուձախ մեդալներ էր տալիս, արկղներով, կամազներով մեդալ, որպես գերագույն հրամանատար, ասում էր չշշկրվեք, Արարատ Միրզոյանն էլ ինքը գերագույն հրամանատարը, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարկյանը մեկ ռեժիմով կրկնում էր, որ մեր անվտանգության երաշխիքը մեր հզոր հայկական բանակն է, բայց քանի որ խնդիր է դրված վերացնել հայոց պետականությունը, իսկ պետությունը վերացվում է այն ժամանակ, երբ որ դու կտրում ես արժեքային համակարգը, դրա համար Նիկոլը պայքարում է եկեղեցու դեմ,
պայքարում ամեր ինքնության դեմ, Այբենարանից հանում են Մաշտոցի նկարը, անցակետերից հանում են Մասիս սարը եւ ոչնչացնում է բանակը։ Ինչ անում Ալիևը հայտարարեց, որ քանի որ հայը չարիք է եւ վտանգ է, մենք շարունակելու ենք հզորացնել ադրբեջանական բանակը, մեր ռազմական բյուջեն մենք կրկնապատկելու ենք, որովհետեւ Ադրբեջանի անվտանգության հիմնական երաշխիքը դա ադրբեջանական բանակն է եւ մենք անընդհատ պիտի պատրաստ լինենք պատերազմի։ Եվ եթե դուք կարծում եք Նիկոլը այսպես անարգելով, ոչնչացնելով բանակը դա իր կամքն է կատարում, ոչ, դա կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրը, որտեղ հիշում եք Ալիևը հայտարարեց, որտեղ տեսնանք հզորացող հայկական բանակ, ինչքան էլ Հայաստանի որ խորքում է լինի, մենք այլևս տավուշում, ջերմուկում, իշխանասարում այնպիսի ռազմավարական դիրքեր ենք վերցրել, որ թիրախային ոչնչացնելու ենք։ Սա ուրեմն Նիկոլ Փաշինյանի հերթական աբսուրդային մտքի ուրեմն նաև արձագանքը, ուրեմն ես նաև ուզում եմ անդրադառնալ օրերս մենք տեսանք 2 օր առաջ, որտեղ սա շատ ուրեմն կասկածելի պատմություն է Կարեն Ավանեսյան անունով, ինչ որ նաև ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, ես խոսել եմ տարբեր արցախցիների հետ, ովքեր ասում են, որ Կարենը մի քանի լեզու իմացող, 2 բարձրագույն կրթություն ունեցող անձնավորություն է, ես ընդամենը խորհուրդ եմ տալիս մեր լրատվամիջոցներին եւ փորձագետներին առաջ չընկնել եւ եզրակացություններ չանել, որտեղ սա հնարավոր է հերթական խայտարակ ադրբեջանական սադրանքն է, որը կազմակերպվել է հատուկեն օրերին, երբ որ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում էր եւ բարբաջում էր, եւ նպատակը մեկն է, որ Ալիևը կարողանա միջազգային հանրության սեղանին դնել, ասել էսա, տեսեք, անգամ Արցախում մնացած 8 հայ, իսկ Արցախում այս պահին Կարմիր խաչի, որը այլևս չի գործում Բաքվում տվյալներով, 8 հայ է մնացել, անգամ 8 հայը ադրբեջանցիների համար վտանգ են ներկայացնում։ Այս ոնց եք ուզում քննարկել արցախցիների վերադարձի հարցես հակված եմ մտածելու, որ այս ամենը արվում է հատուկ նրա համար, եւ քանի որ նորից տեղեկատվություն ստացվեց, որ Ադրբեջանը շարունակում ասենց բուրդուզերով գետնին հավասարացնել Արցախի մշակութային ժառանգությունը, ես ուրեմն նամակ եմ պատրաստել, հերթական անգամ դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հիշում եք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը ուղղակիորեն պաշտոնան կարվեց տարիներ առաջ, երբ որ բացահայտվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար բուլղարացի տիկինը եւ բարձրաստիճան պաշտոնյաները բոլորը թաթախված են ադրբեջանական խավիարի մեջ եւ բոլորը կաշառակեր են։ Ես հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարձագանքի մեր դիմումներին, մեր կոչին եւ քանի դեռ ինչ որ բան դեռևս հնարավոր է փրկել Արցախում, դիտորդական առաքելություն կուղարկի եւ այն հսկայական մշակութային ժառանգությունը, որ սենց բուրդուզերով ուրեմն եւ ռումբերով ոչնչացնում է Ադրբեջանը, հնարավոր կլինի զբաղվել դրանց փրկությամբ եւ պաշտպանությամբ։ Սա կարևորագույն խնդիր է։ Ես չեմ զլանալու նորից ասել, այն ինչ անում էր Ադրբեջանը 30 տարի եւ մենք էլ այսպես հեգնում էինք, պիտի հիմա անենք մենք, այո, պիտի սարքենք ոչիլի պատմությունը։ Ինչից խոսանք միջազգային հարթակներում, պիտի խոսանք արցախցիներից, պիտի խոսանք Արցախ վերադարձից, պիտի խոսանք մեր ռազմագերիներից։ Ես տարիներ առաջ գնացել եմ Բաքու հայկական պատվիրակության կազմում, մասնակցելով Եվրանեստի նիստին, դուրը բացել եմ սենյակը, որը հատկացրել են ինձ, Շուշի, Ղարաբաղ անունով, գինի կոնյակ դրած, անգամ բարձերի վրա ադրբեջաներեն գրած Ղարաբաղը մերն, անգամ ծածկոցները, այսինքն այնպես են իրանք 30 տարի այդ քարոզչությունը տարել եւ հիմա այո, շատ դժվար է մեզ համար աշխատել միջազգային կառույցներում, երբ որ քո իշխանությունը որևէ ջանք չի գործադրում
ոչ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցով, ոչ ռազմագերիների վերադարձի հարցով, ոչ արցախցիների իրենց տուն Դե գերիներին վերադարձի արդեն մոռացել ենք, sense միտողով գրվում է, այսօր ընթացավ դատավարությունը, հերթական դատավարությունը այդպես Բաքվի բանտում ավարտվում է, այդպես չպիտի լինի, մենք իրավունք չունենք այդ մարդկանց մոռանալու եւ մենք կլինի Մոսկվայում, կլինի Եվրոպաներում, պիտի բռնենք յուրաքանչյուրի օձիքը եւ ասենք դուք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչներ բանակցել եք Բակո Սահակյանի հետ, Արկադի Ղուկասյանի հետ, Ռուբեն Վարդանյանի հետ, Տոնույն Արայիկ Հարությունյանի հետ, Լևոն Մնացականյանի հետ, դուք ընդունել եք նրանց լեգիտիմությունը որպես Հայաստանի, որպես խորհրդային միության օրենքներին համապատասխան անկախացած անկախ պետություն եւ դուք ունեք լեգիտիմ պարտավորություն զբաղվելու նրանց ճակատագրով։ Շատ ճիշտ է, բայց տեսեք հարձակումը Արցախի վրա շարունակում է, Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍ-ից պահանջում է հերքել, թե ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատարան ընդդեմ 9-րդ դասարանի Հայաստանի պատմության դասագրքի հեղինակների եւ այլն, եւ այս ամեն ինչը շարունակում է Արարատը ջնջել, Մաշտոցի նկարը, դեպքերը ջնջել, մեր պատմությունը ջնջել, սա ինչպես տեսնում եք շարունակվում է։ Ուրեմն ես ավելի քան վստահ եմ, որ շատ շուտով մենք այդ բոլոր դասագրքերը 9-րդ դասարանի պատմության դասագիրքը, որտեղ գրած է, որ Արցախը հանձնել է ուշադրություն չուշաթափվեք, Սամվել Շահրամանյանը։ Այդ ամենը մենք հրապարակում մեծ համազգային խարույկ ենք անելու եւ այդ ամենը այրելու ենք եւ մենք ունենալու ենք իրական պատմության իրական դասագրքեր, որտեղ գրված է լինելու, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմ։ Այս ամենը լինելու է, քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ վերնիսաժում վաճառողները վախից Արցախի նկարով, Արցախի ատրիբուտիկայով ամեն ինչը պահում են, չեն վաճառում, որտեղ վախենում են, որ դրա համար կդատվեն, վախենում են, որ Արցախ բառը արտաբերելու համար կդատվեն։ Լսում եմ այն օրը իշխանության սատելիտներից մեկը ասում ամ իշխանությունը սահմանային անցակետերից այդ կնիքի վրայից Արարատի նկարը հանեց, որպիսի հայկական սահմանը թուրքական կողմը չկոչեր Թալիատ Փաշայի անունով։ Դուք էլ կոչեիք հայկական հատվածը Սողոմոն Թեհլերյանի անունով։ Տենամ ինչ էին անելու թուրքերը, թող իրանց հատվածը հայերը չէ, որ ինչ-որ մի բան անի Նիկոլետ։ Այո, հայկական կողմն էլ ասեր, ես էլ հայկական հատվածը դնում եմ Թալիաթին սատկացրած Սողոմոն Թեհլերյանի անունով, չեք անի, որովհետև այդքան դուխ չունեք, ավելին, հիմա էլ քննարկում եք Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանը հանելու հարցը, որովհետև այդպես է ձեզ պարտադրել Էրդողանը կամ Էրդողանի մանկլավիկները։ Տեսեք, հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով եւ բոլորի համար պարտադրված ուղերձով։ Դա քարոզչություն է, ասել է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը։ Հրանտ Թոխատյանից փորձել են խնդրել են, որ իր կարծիքը հայտնի, թե հայ արտում ինչ գիտեք որ բացությամբ շատ գեղեցիկ ներկայացումներ են անում եւ այս մարդը ու իր կինը ուր գնում են մի հատ պետք է պղտորեն մի բան անեն, հոբելյան լինի, ներկայացում լինի, չգիտեմ ինչ լինի։ Հրանտ Թոխատյանը շատ լավ առաջարկ էր արել, ասել էր պարապես Նիկոլ, մի հատ քո համար տրուպա, հա դերասանական խումբ վարձի, դու բեմադրի, ոնց հա լավ առաջ կանի, կանի, այդ պարապ մարդ է, էլի։ Հա, պարապ մարդ, հանդե դերասը կտաս, ասենք Արարատ Միրզոյանը բանը գլխավոր հերոսի դերը կխաղա, այն նախարարներից մեկին կտաս, ասենք Դեզդեմոնայի դերը կխաղա, հետո կասես, որ սեզ չի, այդքան էլ ճիշտ, հա, կասես լավ չի, Օթելոն թող վերջում Դեզդեմոնային չխեղդի,
Հա, քանի որ կամ 3 անգամ խեղդի, կամ 3 անգամ խեղդի, կամ խեղդելով չի, ասենք այն դարում, ասենք ինչ կա, ասենք բան պայթեցնի։ Աբսուրդ է, մարդը գնացել է եւ գլավլիտ է, հա, ես չեմ նայել այդ ներկայացումը։ Ասեք ինքը ամեն ինչ է, նայր ինքը մեծ արգո վարչապետ է, տիեզերա գնաց է, նավավարա, օթաչու է, չգիտեմ, բալետի պարող է, ինքը ամեն ինչ է։ Դու պատկերացնես նայր, ասենք մի օր ինքը գնալու է օպերային։ Ասի լավ չեք երկում, լավ չեք պարում այդ բալետի բաներում, կամ լավ չեք երկում, այս բանի Կարմենի Արյան կամ Այդայի Արյան ես պիտի երկեմ։ Չէ, տվեք ես անեմ, չէ, հələ դու պատկերացրու իրան, ասենք Կարմենի դերը հագնի այդ ամեն ինչը։ Ես պիտի պարեմ։ Եկ մենք իհարկե չծիծաղես նարայք, ասեք մի բացառի, որ կարող է մի օր այդպես լինի։ Մարդ եթե տիեզեր կա գնացել, ինչ էր Աստված էր, Քրիստոս էր, ինչ էր, ինչ ասես, չէ։ Մեծ արգո վարչապետ է, ջրերի վրայով է քայլում։ Ասում էր Եսու Քրիստոսը նույնական ենք, որտեղ ինքն էր իր շարժումը, հա։ Տիեզերա գնացել չէ ինքը, չէ տիեզերա գնացել։ Ես բացարձակ, ես ի տարբերություն ձեզ եւ մյուսների շատ լավ եմ ճանաչում Նիկոլին, ես բացարձակ չեմ բացառում, որ ինքը բալետ պարելու է։ Շիրկունչիկի որ ոնց է, չէ, նույն հյուսիսային Կորեայում կա սանրվածքի 5 տիպ տղամարդու համար, այո, այդպես է, 5 տիպ կնոջ համար, եւ եթե որևէ մեկը այդ որոշված, ուրեմն Կիմ Չիրինի սանրվածքը խախտի, որոշված կառավարության ղեկավարի որոշած իրանց այդ ղեկավարի սանրվածքը խախտի, կարան տանեն մարդուն ցմահ ազատ ազրկեն։ Բնավ չզարմանաք, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ես բայց գնացել է դասականին, ասում ես ինչի է այսպես Ստեփան Զորյանն ասում ինչա, այսինքն ինքը սարսափում է անգամ, որ կարող է վաղը Էրդողանը կամ Ալիևը Զայրանան ասեն՝ «Իդիշ ցանկապատ»։ Մենք քեզ ասել ենք բաց գալիս ենք ինչ ուզում անում ենք։ Ասում է չէ, բայց դա ներկայացում է, ասում է չէ, ինչ ցանկապատ։ Պարզապես ինքը ես ասել եմ, կայֆ է ստանում իր բոլորի ստորացնելուց, որ ինքը ինչ ուզենա կարա անի, ինքը երկրի գլխավոր բալետմեստերն է։ Ասենք այդտեղ վեր կացավ ինչ որ բան ասեց, ազգի մեծ մասը ճապուշություն։ Կապ չունի, ինքը գտնում է, որ ինքը դարակազմիկ բան է ասել, ինքը գլխավոր ուրեմն օպերայի երգիչն է, գլխավոր բալետմեստերն ասես, չէ, կառավարությունը ես եմ։ Դե դատարանները վաղուց է ինքը, ամեն ինչը ինքն է։ Այս մարդը իրան ուզում է հրճակի հայ ժողովրդի հայր, պապա, բացկա, հասկանում եք եւ ցավոք սրտի։ Որ ժողովրդի մի քիչ ճիշտ արտահայտվեք Տիկին Զորաբյան։ Դե ամենադեպս այն հատվածի, որը ցավոք սրտի իրան դեռ շարունակում է լսել եւ շարունակում է իր ասածներին լուրջ վերաբերել, բայց եկեք ես այն օրնել եմ ասում էլի, մենք անընդհատ ներքաշվում ենք այս մարդու ստեղծած աբսուրդ օրակարգի մեջ, ինքը գնում է մի հատ իդիոտ բան ասում է եւ ես նայում եմ սա քաղաքական, լրատվական, փորձագիտական դաշտը սկսում է քննարկել, վա ինքը վերլուծես ներկայացումիկներ, ասում է դե լավ է էլի, եկեք սենց բաներով, բանը Վինի Պուխի ցիրով։ Չէ, նաեւ ինչ որ հատկանիշ ունեն, իրանք ինչին մոտենում են, կեղտոտում, պղտորում են։ Հիշում եք Տիկինն է գնացել էր Պարհու բանը 70-ամյակին ներ ինչ էր չգիտեմ էլի այսպես Սոֆի Դևոյան էլ այսպես մեծ աղմուկ բարձրացավ ուղղակի այստեղ նաև ինչ էր Մկրտիչ Արզումանյանի Մկոյի հարցը կա ինքը այնուամենայնիվ ընդունված դերասան է բավականին մեծ այսպես հետևորդներ ունի ինքը իհարկե շատ ամփույթ եւ տգեղ արարք էր իրեն թույլ տվել 2018 թվականին ես վստահ եմ որ ինքը սրտի մեջ թրթիռով սпасել էր այդ կոչումին վաստակավորի կոչումն այդ տարիների մեջ ընկած տարին այդ նույն հայրենիքը եւ այդ հանդիսատեսներ իրեն տվել այդպիսի մեծ ճանաչում այդ նույն ժամանակաշրջանում իշխանություններ նաեւ իրեն տվել հենց իրենց հերոստանգերությունում էր ինքը նաեւ դրսեւորվել ինքը մեծ շատ մեծ գումարներ էր կարողացել վաստակել առնվազն այդ փուլում ինքը պիտի մի փոքր ողջամտություն, գոնե սթափություն եւ ավելորդ ողջավորություն չդրսեւորեր եւ դա չաներ։ Բայց դրանից հետո անցել է 7 տարի, այսպիսի դաժան բաներ են, սարսափելի բաներ են այս ժողովրդի հետ տեղի ունեցել, ցեղասպանություն, հայաթափություն, Արցախի մեր տարածքներն է Հայաստանի Հանրապետության հանձնվել, Արցախն է ոչնչացրել եւ այլն, բայց այս փուլում բա այդ որ ձեզ տալիս են Մկո կամ Մկրտիչ Արզումանյան ես իմիջիայլոց շատ լավ եմ վերաբերում իրեն եւ գնահատում եմ ինքը շնորհքով արտիստ է, շնորհալի է, բայց այդ որ տալիս են դու պիտի նաեւ պատրաստ լինես դու էլ ինքդ ինչ որ բաների դու
այդ ձայնը չի լսվել։ Տիկին Թովմասյան, Այդ ցավի, այդ պատերազմից հետո այդ տնքացող այդ ցավից հետո քո ձայնը չի լսվել մկո։ Այդ Արցախը 120,000 հայություն այստեղ քո ձայնը չի լսվել։ Հայաստանից տարածքներ քո ձայնը չի լսվել։ Մասնատված կանանց Նայրանը ինձ ուղարկել, Նայրանն էլ է տեսել։ Ես ասում եմ Նայրան, ես ավելի սարսափելի բան չեմ տեսել։ Այդ 5 կանանց մասնատված մարմինները թե ինչ են արել։ Ջերմուկի Քո ձայնը չի լսել։ Հիմա մի քանի օր առաջ, կներեք, 3-րդ տարին էր սեպտեմբերի 13-ի, ես տեսել եմ այդ զարհուրերի կադրերը, թե այո, ինձ է ուղարկել եւ սնայպերներին հայ, որոնք այո, բայց բոլոր նիկոլականերին կարելի է տալ։ Իրանք վստահ եմ տեսել են եւ միգուցե եւ ուրախացել են։ Հա, ինչ։ Չէ, եւ Միքա, այս թեման փակենք հիմա, երբ որ ոմանք ասում են, դե պետք չի քարկոծել սա, նա, բայց պիտի գոնե ներքին մի փոքր պատասխանատվություն ունենա, էլի հայրենիքի երկրի նկատմամբ ձայնը չկա։ Երբ որ ձեզ պետք է, դուք արտիստ եք, դուք արտիստը իր գործով է զբաղվում, բայց ինչ որ 18-ին տեց այդ արտիստը չէ, երբ որ երկրի կործանարար ուժեր եկե երկիրը կործանելու, գոնե դուք այնքան բարոյականություն չունեք, մկո, քեզ է ձեզ եմ ասում, որտեղ չեմ ճանաչում ձեզ, amma դուք ով եմ դիմում, ձեզ եմ ասում, դուք գոնե մի քիչ բարոյականություն ունենաք, ներողություն խնդրեիք, ասեիք, ես սխալվել եմ ամենա։ Ո՞րն է Հասմիկ Պապյանը եթերում ասեց, այո, կա բան, որի համար ես շատ զղջում եմ, շատ ափսոսում եմ, գոնե դա կարող էի անել, չէ՞, մի անգամ ինչպես օրինակ այդքան մեծություն ունեցավ Միքայել Սրբազանը, որ երեք դատարանում ասեց, իմ կյանքի ամենամեծ սխալը 18-ին էս չարագույժ ուժին ողջունելն է։ Բայց ասեց ընդամենը մի քանի ամսից, երբ որ ինքը ասեց ես վարչապետի տեխնացու, ասեցի սա աղետ է։ Կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, ես հասկացա, որ սա մեծագույն աղետ է, բայց Տիկին Թովմասյան, մենք այս նաև այս ամենը շատ կարևոր է, լակմուսի թուղթ էր, որ մենք իմացանք ով է։ Ես հիմա, որպեսզի վատ բան չասեմ իր դեմքին, փողոցում տեսնում եմ երբեմն, երբ որ բարեհաճում ա լինել Հայաստանում Տիգրան Մանսուրյանին եւ ճանապարհը շրջում եմ, որտեվ ինքը ինձ համար գոյություն չունի, բայց ես հերվից իմ երեխային ցույց եմ տալիս Տիգրան Մանսուրյանին, ասում եմ սա հարգանքի չարժանի մարդ է։ Նույնը նաև այս բոլոր մարդիկ, որ մենք արտիստ ենք, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Նայրա, տեսեք, Հրանտ Թոխատյանը, տեսեք ինչ կեցվածք չէ, ընդունեց քաղաքացիական։ Եվ մենք բոլորս գիտենք արժանապատիվ, ծանր հիվանդություն։ Ինչ եղավ Հրանտ Թոխատյանը, չեն խնդրում, դեռ ամբողջությամբ չի առողջացել, արդեն խնդրում են, որ բեմ գա։ Մկո կամ ինչ էր, Մկրտիչ Արզումանյան, ինչ էր լինելու։ Ինչ էր լինելու։ Կամ ասեք Արթուրը, դե Վարդան Պետրոսյանը, ասեն ամոթ է խոսել։ Վարդան, մենք այն վիճակում ենք, որ ամոթ է, անհարմար է ընդհանրապես քո մասին խոսելը, այդպեսի չէ, ամեն ինչը տեղը գցելի է։ Ասեք Արթուր Սահակյանը բեմադրիչ փակեցին, չէ՞ գոյ։ Դուք իրեք խլխլում եք որ բեմադրություններ անի։ Դուք կասկածում եք որ այս թուրքական ուժերից ազատագրվենք, նորից այդ թատրոնը բացվել է, ավելի մեծ թատրոնում խնդրելու են որ ինքը գեղարվեստական ղեկավարն եւ բեմադրիչն այնպես որ ասում են, բա ինչ անենք, բա ոնց անենք, բա չգիտեմ, կան է օրինակները։ Հայրենիքի հաշվին տուն չեն պահում, Մկրտիչ Արզումանյան։ Մենք կանգնած ենք ցեղասպանության նոր յաթաղանի շեմին, բայց նաեւ ու տակն է գրում, ասենք ամոթ է ում Վահագն Ալեքսանյանի Մեկո կամ Մկրտիչ Արզումանյան, վախ Աստվածին, վախ Աստվածին, այսինչ եւ ուզում եմ եզրափակել Հովիկ Աղազարյանով, երեք դատարանում ես եւ Տիկին Թովմասյանը, մի հատ արփի, դա ցուցադրեք դուք խոսեք միջև դնեն։ Ես Տիկին Թովմասյանը երեք Ավանի դատարանում էինք Միքայել Աճապահյանի դատին եւ այդտեղ շատ հերոսական կեցվածքով եկավ Հովիկ Աղազարյանը։ Այն Հովիկ Աղազարյանը, որը նախորդին տեսանք, Նիկոլի համար Գևորգ Պետրոսյանին ճղում էր։ Նիկոլին Սրբազանին դատում ա տարի կեղեքում է 80 օր է նստած է հիվանդ, տարիքով պատվարժան Սրբազանին։ Եկել ես այդ գլուխը տարած ինչի համար։ Նախ մի հատ էլ հայ եկավ մեր կողքը նստեց, որ շատ տհաճ էր, բնականաբար մենք ամեն ինչ արեցինք։ Ես ասեմ, եթե ես չզսպեի Տիկին Զորաբյանին, հաստատ այնտեղ ուղղակի տեղը չէր։ Ես անպայմանորեն
ուզում էի նրան ասեի կամ դուք եք դուրս գալի կամ մենք ենք դուրս գալի, թե Նիկոլն էր դրան ուղարկել, բայց ես իրան չեմ ուզում դիմեմ։ Հովիկ Աղազարյանը եւ Հովիկ Աղազարյանները ինձ համար պարզ է։ Ես հիմա ուզում եմ դիմեմ այն ընդդիմադիրներին, այն լրատվամիջոցներին, ովքեր Հովիկ Աղազարյանից սարքել էին հերոս եւ ձեռից ձեռ էին տանում, քիչ էր մնում Հովիկ Աղազարյանին մի հատ հավաքական ընդդիմության մեդալ տային, որպես զա ատվագու, զա ամենաուժեղ ընդդիմ, չեք ամաչում, պարզ չի այդ մարդը ով է, պարզ չի այդ մարդը, մի մարդ, որ կարա ասի, ես Հիսուսին հավատացի, երբ որ ճանաչեցի Նիկոլ Փաշինյանին, դրանից հետո այդ մարդու վրա պիտի մեծ խաչ քաշել, Ընդհանրապես 21 թվականից հետո որ կանգնել է Նիկոլի ով կանգնել է, արդարացրել է, ասել է լավ է եղել, որ Արցախը չկա, լավ է եղել, որ Ալիևը զավթել է Հայաստանի սուվերեն տարածքը, չուց լինի սարքել էիք Չէ Գևարա, Կակոյնի բուց քյաչալի, բայց չեք ամաչում դուք, ով է Հովիկ Աղազարյանը, եւ նա իրավունք չպիտի ունենա որևէ սրբազանի դատին ներկա լինելու, որտեւ նա Նիկոլի ներկայացուցիչն է, այն Նիկոլի, ով նստացրել է եւ ազատազրկման տանելու սրբազաններին եւ մյուս քաղաքական բանտարկյալներին, այսքանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։